Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մենք սկսում ենք ինչ, որտեղ երբ Հայաստանյան խաղերի 2025 թվականի ձմեռային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա և Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության հովանու ներքո։ Տիկնայք և պարոնայք, 2025 թվականին 12 թիմ սկսեց պայքարը տարվա եզրափակիչ դուրս գալու համար։ Խաղի կանոնների համաձայն ձմեռային եթերաշրջան հասավ նրանցից 6-ը։ Եվ այսօրվանից հենց այդ 6 թիմերն էլ կսկսեն պայքարը ոսկե արծվի համար։ Եվ այսպես, ձմեռային եթերաշրջանի մասնակիցներն են Արամ Անանյանի, Արմեն Բալյանի, Էմիլ Միրզոյանի, Նարեկ Մնացականյանի, Տիգրան Քոչարյանի և Սուրեն Մանուկյանի թիմերը։ Եզրափակիչ դուրս կգա այն թիմը, որը հեռուստադիտողներին կհաղթի ավելի խոշոր հաշվով։ Հավասար հաշվի դեպքում առավելություն կստանա այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել։ Իսկ այս պահին ես խաղ եմ հրավիրում Արամ Անանյանի թիմին։ Մաթեմատիկոս Միքայել Պիրոև, նյարդավիրաբույժ Արմեն Նազարյան, հաշվապահ Հայկ Մինասյան։ Ֆինանսիստ Գևորգ Գևորգյան, զբոսավար Գառնիկ Միրզոյան և թիմի ավագ պատմական գիտությունների տեխնացու Արամ Անանյան։ Արամ Անանյանի թիմի դեմ այսօր կխաղան Տիգրան Բաբայանը, Նոնա Գալստյանը, Ալբերտ Մինասյանը, Սուպեր Բլից, Գուրգեն Գրիգորյանը, Քրիստինե Ղազարյանը, Սերյոժա Ափոյանը, Բլից, Արտակ Թադևոսյանը, Ալինա Ավակյանը, Լուսինե Արզումանյանը, Ամատունի Կիրակոսյանը և հարց Յունի բանկից։ Ինչ, որտեղ երբ ձմեռային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Անանյան, ընդամենը մի քանի շաբաթ առաջ ձեր թիմը հրաշալի խաղ ցուցադրեց ինչպես աշնանային խաղերի ընտրական փուլում, այնպես էլ եզրափակիչ խաղում։ Ինչ նպատակներ եք սահմանել ձմեռային եթերաշրջանի համար։ Կփորձենք նույնպես լավ խաղալ, որովհետև ձմեռային եթերաշրջանում մենք չենք համարում, որ մեր սիրելի գործընկերները ակումբի մեր մրցակիցներն են, բայց շատ ուժեղ թիմեր են եւ առաջինը խաղալը որոշակի տեմպ պիտի կարողանանք հաղորդել։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Տիգրան Բաբայանը, տնտեսագետ Երևանից։ Պարոն Անանյան, քանի որ սկսեցինք աշնանային եթերաշրջանից, Սլաքը երևի թե հատուկ ընտրեց այս հարցը, որովհետև Տիգրան Բաբայանի այս հարցը այն երկու հարցերից մեկն էր, որոնք մնացել էին խաղասեղանին աշնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղում, հիշում եք 5-5 հաշվի ժամանակ։ Շատ լավ եմ հիշում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին, Հենրիկ Մխիթարյանի հայրն էր Համլետ Մխիթարյանը, հարցրել են. որոնք են Արարատի անհաջողությունների պատճառները։ Նա պատասխանել է. պետք է փոխել և ուժեղացնել թիմի բոլոր օղակները, այլապես մենք միշտ կանգնելու ենք մի հարցի առաջ։ Ուշադրություն հարցը, ավարտեք Համլետ Մխիթարյանի խորհրդանշական պատասխանը, ժամանակ։ Որն է ամենաթույլ օղակը։ Շատ լավ, ուրիշ։ Խորհրդանշական։ Ուրիշ, ինչ ես բոլորն Չի Արարատը մերը չի, ինչ խորհրդանշական։ Ուրիշ ինչ կարա լինի, նա պարտնացել։ Արարատը Օղակների լավ մասին խաղացել է մինչև 70-ականների վերջը, Հետո թուլացել է։ Հիմա ասում է պիտի ուժեղացնենք թիմի բոլոր օղակները։ Աղա այլապես Ինչու կորցրեցինք Արարատը։ օքեյ անցանք առաջ։ Իսկ Կամ էլի հնարավոր նույն է, հարցը էս, որոնք են Արարատի անողջության այդ նույն դրամաբանը։ միգուցե հենց ակումբը փակվելու իմաստով։ Խորհրդանշական։ Ակումբը փակվելու իմաստով։ Անցանք այդ չի։ Խորհրդանշական Խորհրդանշական բանը իմաստի դնենք։ Իսկ միգուցե
ով է մեղավորը, այդ հարցի առաջ ենք կանգնելու, որովհետև եթե բոլոր օղակները չուժեղացնես, պաշտպանություն ուժեղացնես, վատրնի, Դրա համար է ասում, ո՞րն է ամենաթույլ օղակը։ Իրար վրա են գցելու սա։ Ով պետք է խաղա։ ով կձևակերպի։ Այդ ենք ընտրում։ Կապիտանը ոնց ասի։ Ով է պատասխանում, պարոն Անանյան։ Թիմային տարբերակ էր, ենթադրում ենք, որ խնդիրը այսպես է ձևակերպել, պետք է ուժեղացնել բոլոր օղակները, այլապես փոխադարձ մեղադրանքների եւ երկպառակության իրար մեղադրանքներ ուղղելու, թե որ օղակն է ավելի թույլ, այդ փակ շրջանից հնարավոր չի լինի դուրս գալ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Համլետ Մխիթարյանը պատասխանել է. պետք է փոխել եւ ուժեղացնել թիմի բոլոր օղակները, այլապես մենք միշտ կանգնելու ենք մի հարցի առաջ։ Ինչ էր ֆուտբոլիստի անունը, պարոն Անանյան։ Համլետ, Լինել թե չլինել։ Հիշեցնեմ, որ այդպես էր վերնագրված մեկ այլ Համլետի, Շեքսպիրի հայտնի հերոսի մենախոսությունը, 1-0 հոգուտ հեռուստադիտողների Տիգրան Բաբայանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յոնի բանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր, Լիգա Ինշուրանս, ապահովագրական ընկերություն։ Մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայ քանդակագործության եւ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն վարպետի թորնուին Կարինե Քոչարը նվիրում է Երվանդ Քոչարի ելույթների, հոդվածների եւ հիշողությունների «Ես եւ դուք» ժողովածուն սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangak.bookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Անանյան, այո, ինչ եք կարծում, հայկական ֆուտբոլը կանգնած է լինել թե չլինել հարցի առաջ։ ինձ դժվար է դատելը, ես ֆուտբոլասեր չեմ։ Իսկ ով կա թիմում։ Միքայելը Պիրոև, Պարոն Պիրոև, մնացածը փաստորեն բոլորը։ Լավ, թիմին եմ ուղղում, կանգնած է արդյոք հայկական ֆուտբոլը այդ հարցի առջև։ Ինձ թվում է ոչ։ Բայց զարգացում պետք է հայկական ֆուտբոլին, դա միանշանակ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Նոնա Գալստյանը, տնային տնտեսուհի, քաղաք Էնգելս, Ռուսաստան։ Ուշադրություն, էկրանին։ Ձեր առջև Իսրայելի Հերցլիա քաղաքի զինանշանն է։ Այս քաղաքը անվանակոչվել է ի պատիվ սիոնիստական շարժման հիմնադիրներից մեկի Թեոդոր Հերցլի, որը հանդես էր գալիս ի պաշտպանություն հրեա ժողովրդի արժանապատիվ աշխատանքի իրավունքի։ Զինանշանի վրա նավը խորհրդանշում է նոր պայծառ կյանքի ուղին, իսկ հացահատիկների հասկերը այն հողերը, որոնց վրա աշխատելու է ժողովուրդը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ են խորհրդանշում այս զինանշանին պատկերված աստղերը։ Ժամանակ։ Սիմկալենի 7 Իսրայելի 7 Սիմկալենի 12 չէին։ ոնց են 10 12 է։ Իսկ կարող է աշխարհից եվրեյները որ գան Իսրայել։ 7-ը ինչով։ արժանապատիվ Կարող է մնացած շրջաններ, քանի շրջան կա Իսրայելում։ Անցանք առաջ։ 7 օր շաբաթա մեջ։ Շաբաթվա 7 օրերը, ծիածանի 7 գույները։ 7 ժամ, չէ։ Խա ոսկե գույն 7։ Ոսկե գույն 7 Դավիթի աստղ։ Կարող է բանի Աստված 7 օրում ստեղծեց երկիրը։ 6 7 və 7-րդ օրը հանգստացավ։ Ինքն է նոր երկիր է ստեղծում, Իսկ կարող է Իսրայել բաները Սփյուռքը 7 չէ, անցի երկրի առաջ ընկեր, ուրիշ 7 նոտա 7 աստղ է ընկեր, 7 աստղ, 7 վառ բան, որը իրանց առաջնորդում է առաջ։ 7 սյուր։ Անցի ուրիշ։ Բայց 7 ճյուղ էին ընդեղ։ 12 Հիմա որն է, որը ո՞մը։
Եկեք, եթե բան չկա օգնություն։ Ժամանակ, պարոն Անանյան, Մենք ոնց որ տեմպի մեջ չենք մտնում, պարոն հաղորդավար, ակումբի օգնությունը վերցնենք։ կարող եք ակումբից հարցնել կա տարբերակ, թե չէ նորվե։ Վստահ եմ, որ ակումբը ավելի Բարի, ես կարդամ հարցը, որից հետո կտամ 20 վայրկյան դահլիճի օգնության համար։ Ձեր առջև Իսրայելի Հերցլիա քաղաքի զինանշանն է։ Այս քաղաքը անվանակոչվել է ի պատիվ սիոնիստական շարժման հիմնադիրներից մեկի Թեոդոր Հերցլի, որը հանդես էր գալիս ի պաշտպանություն հրեա ժողովրդի արժանապատիվ աշխատանքի իրավունքի։ Զինանշանի վրա նավը խորհրդանշում է նոր պայծառ կյանքի ուղին, իսկ հացահատիկի հասկերը այն հողերը, որոնց վրա աշխատելու է ժողովուրդը։ Իսկ ինչ են խորհրդանշում այս զինանշանին պատկերված աստղերը։ 20 վայրկյան։ Հրեական առաջին դրոշը Թել Ավիվի դրոշը ու էս 7 օր աշխատել է 7 ժամ 7 օր աշխատել է, 7 ժամի աշխատել հա, ոչ թե 7 օրյա, 7 ժամը ավելի լավ արժանապատիվ։ Հա 7 Դե մենք էլ ասել ենք, մեր մոտ է կա 7 ժամ էլ է կա։ 7 ժամ չեմ լսել։ Ես Դե բարձր խոսել եմ լսել։ բայց վստահ Ժամանակ, Մեզ ակումբը հուշեց, որ դա 7 ժամյա աշխատանքային օրվա սիմվոլն է, որովհետև արժանապատիվ չափն է աշխատանքի, երբ որ մարդը կարողանում է հանգիստն ու աշխատանքը բալանսավորի։ Ինչպես գիտեք, 20-րդ դարի սկզբին սոցիալիստներն կարճ աշխատանքային օրերի համար էին։ հասկանալի է ձեր պատասխանը, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Թեոդոր Հերցլը հանդես էր գալիս ի պաշտպանություն հրեա ժողովրդի արժանապատիվ աշխատանքի իրավունքի քաղաքի զինանշանին պատկերված 7 աստղերը խորհրդանշում են 7 ժամյա աշխատանքային օրը, որը ըստ Հերցլի մտահղացման պետք է սահմանվեր ամբողջ հրեական պետության տարածքում։ Թիմը դահլիճի օգնությամբ հավասարեցնում է հաշիվը, սակայն Նոնա Գալստյանը որպես փոխհատուցում ստանում է 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարզյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարզյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Հաճելի է կրկին հանդիպել Նմանապես։ ձեզ։ Վերջերս Աթենքն Ագրարային համալսարանում վերանորոգեց եւ կահավորեց բրենդավորված լսարան։ Ինչ սկզբունքով է ընտրվել հենց այդ համալսարանը։ Պարոն հաղորդավար, համալսարանում լսարան վերանորոգելը ոչ միայն բարեգործական քայլ էր մեր կողմից, այլև ռազմավարական ներդրում կրթության եւ ապագա մասնագետների զարգացման գործում, ինչպես նաեւ մենք այդ համագործակցությունը դիտարկում ենք որպես երկարաժամկետ համագործակցություն եւ նախատեսում ենք պարբերաբար բաց դասախոսություններ, մաստեր կլասեր անցկացնել եւ ավելի ամրապնդել մեր կապը ուսանողների եւ համալսարանի հետ, ինչպես նաեւ ուսանողները հնարավորություն են ունենալու գալ մեր նոր գետամեջում կառուցված գործարան, հետևել, տեսնել թե ինչպես է իրականում ժամանակակից արտադրությունը եւ նաեւ իրենց պրակտիկան անցկացնել Աթենքում եւ մենք վստահ ենք, որ ուսանողները մոտիվացված են լինելու եւ տեսնելու են, որ այսօրվա իրենց սովորածը տարիներ հետո կարող է դառնալ իրենց աշխատանքը եւ որ իրենք կարող են աշխատել այնպիսի մեծ ընկերությունում, ինչպիսին է Աթենք լուսամթերքի ընկերությունը եւ հպարտությամբ եմ ասում, որ մեր ընկերությունը կրթության մեջ ներդրումը համարում է ռազմավարական ներդրում եւ ռազմավարական քայլ ապագայի զարգացման գործում։ Տիկին Ղարզյան, ես անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում, որովհետև ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել, դա իմ հարազատ բուհն է։ Շատ հաճելի է։ Հիշեցնեմ, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր-քարտով։ Իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Ուզում եմ ինչ որտեղ երբ խաղի բոլոր սիրահարների համար լավ նորություն հայտնել։ Նորաբաց 3W ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կկազմակերպվեն մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ որտեղ երբ հեռուստաակումբի
2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 043 006 995 հեռախոսահամարին։ Ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը, գործարար Մոսկվայից։ Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը հերթական Էլ Կլասիկոից հետո, որում Բարսելոնան 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տարել Մադրիդի Ռեալի նկատմամբ, Ռեալը համեմատել էր տաքսիների հետ։ Ուշադրություն հարցը։ Ինչ էական տարբերություն էր, սակայն առանձնացրել Սրամիտ Ուտկինը։ Պատասխանը պատրաստ է, պարոն հաղորդավար, Գառնիկ Միրզոյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Միրզոյան։ Ուտկինը համատել է տաքսի հետ եւ ասել է տաքսում տեղավորվում է 4-ը, իսկ Ռեալում 5-ը տեղավորվեց։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Էլ Կլասիկոից հետո, որում Բարսելոնան 5-0 հաշվով հաղթել էր Մադրիդի Ռեալին, Սրամիտ Վասիլի Ուտկինը Ռեալը համեմատել էր տաքսիների հետ, միաժամանակ ընդգծելով, որ տաքսին որպես կանոն կարող է ընդունել ոչ ավել, քան 4 ուղևոր, իսկ Ռեալն ընդունել է իր դարպասը միանգամից 5 գոլ։ 2-1 եւ Գառնիկ Միրզոյանը բերում է նաեւ լրացուցիչ րոպե թիմին։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Դա իգրացած։ Պարոն Միրզոյան, Այո։ ես այդպես հասկացա, որ դուք ֆուտբոլ սիրում եք, ի տարբերություն պարոն Անանյանի։ Այո, մանկուց նայում եմ։ Ի վերջո Ռեալ թե Բարսելոնա, այս հարցը շատ է հնչում մեր խաղի ընթացքում։ Ճիշտն ասած, ես Չելսի երկրպագու եմ։ Անգլիական ֆուտբոլի սիրահար եմ։ Ռեալի ու Բարսելոնայի մեջ տենց տարբերություն իմ համար էական չկա։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Ալինա Ավակյանը։ Քիմիկոս Երևանից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի զինվորները որոշակի ժամանակահատվածում չորացրած ծովախեցգետնի հատուկ տեսակ էին օգտագործում։ Նման ծովախեցգետնին օգտագործելու համար անհրաժեշտ էր այն մի փոքր խոնավացնել։ Ուշադրություն հարցը։ Ինչի համար էին օգտագործվում այդ ծովախեցգետինները։ Ժամանակ։ Կարող են շո լիպկացնովա ուներ բանի համար, վերքերի փակելու Բայց համար։ խին չորացնում իրենց, կարող սննդի համար, ինչի էին Սնունդ չի, սնունդը չի։ Դրանք շորացնում հետո թացացնում են, որ օգտագործում։ Okay, ծովախեցգետինը կրիվետկան է, Կամ մաքրելու համար մի բան։ Կոշիկներ մաքրել, ինչ Մասկիրովկա։ Զենքը մաքրելու համար։ զենքը մաքրել։ կրիվետկով, զենք ես մաքրել, եկեք մտածենք մեր։ Այդ քնեցիք էլի։ Տղեկ, չորացրած է, երբ որ չես կարա կրակ վառես, ջուր ես լցնում, Կարող է որս բռնելու։ ինչ։ Որս բռնելու։ Կարծում եմ մակերած։ Ինքը չոր է, հա։ Հետո խոնավացնում ես։ Խոնավացնում ես, ինչի Օգտագործում ես։ Փափկումա։ Փափկումա, хорошо, որ ինչի համար ես այդ փափկացնում։ Գուբկայի նման է դառնում, փափուկ է դառնում, էլի։ Բան բռնել, որս բռնել։ Պատերազմին զուտ Պատերազմի բախ չէ։ Խրամատի մեջ նստած ինչ պետք է անեն, ասենք օրինակ, չգիտեմ, կամ կամիկաձեներն են, ասենք, ինչի համար ես։ Չէ, ինչ պիտի թացացնես, ախպեր։ Կամիկաձե։ Ժամանակ։ Վերցնենք մի հատ էլ կգնենք հարցը։ ինչ-որ բան մաքրել է։ Պարոն Անանյան։ Ես կարծում եմ հետեւյալն է, պատերազմի ժամանակ շատ հաճախ սնունդ պատրաստելու համար կրակ վառել հնարավոր չի, որովհետև քո դիրքը բացահայտում ես եւ չորաթանի տրամաբանությամբ իրան խոնավացնում ես, որ կարողանաս ուտես, երբ որ հատուկ գործողության ես կամ քո բանը տեսանելի է, դիրքը տեսանելի է հակառակորդի համար։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Անանյան, ծովախեցգետինները օգտագործվում էին որպես լույսի աղբյուր, որը բավականաչափ ուժեղ էր գիշերը կարդալու կամ քարտեզներն ուսումնասիրելու համար։ Կրաբը։ 2-2 Ալինա Ավակյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։
Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Եվրոստան ույուտ ընկերության համասեփականատեր Դավիթ Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Արև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Բադեյան, Եվրոստան ույուտը Հայաստանի ամենափորձառու ընկերություններից մեկն է։ Տարիներ առաջ մենք արդեն ունեցել ենք համագործակցության փորձ։ Այս դահլիճում այն ժամանակ ներկա էր լինում լուսահոգի Մանվել Բադեյանը։ Իսկ դուք բոլոր բնակավարներում եք պահում այդ ժառանգականությունը։ Փորձում ենք ամեն դեպքում պահել։ Հասկանալի է։ Իսկ որոնք են այն ոլորտները եւ ուղղությունները, որոնցում գործում է Եվրոստան ույուտ ընկերությունը։ Այս պահին մեր հիմնական ոլորտները ապակե պատում, կահույքի արտադրություն, մետաղական արտադրություն, ամբողջական մոնոլիտ շինարարություն եւ ուղևորափոխադրումներ, туриզմ։ Հասկանալի է։ Շնորհակալություն, ինձ մնում է ավելացնել միայն, որ եզրափակիչ խաղի մասնակից թիմի բոլոր անդամներին Եվրոստան ույուտ ընկերությունը նվիրում է ավիատոմս դեպի Բուլղարիա 2 անձի համար ամառային հանգիստն անցկացնելու նպատակով։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Ուշադրություն։ Ինչ, որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի հեռուստախաղի գլխավոր մրցանակը՝ ոսկե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա ոսկե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Սերոժա Ափոյանը, կենսաֆիզիկոս Երևանից։ Մի անգամ խորհրդային տարիներին Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում լատինաամերիկյան գրականության պատմության մասին դասախոսությամբ հանդես եկավ կուբացի մի կին պրոֆեսոր։ Ֆակուլտետի դեկանը ձայնագրել էր դասախոսությունը եւ պլանավորում էր այն ներկայացնել մեկ այլ կուրսի, սակայն կինը դեմ էր արտահայտվել դրան։ Ուշադրություն հարցը. ինչու էր պրոֆեսորն այդպես վարվել։ Մինչև այդ դասախոսություն ուրիշ կուրս ներկայացնի, իրանց երկրում գրողների կեսը բան անգնի, ապալը անգնի, իրան Կուբայում խնդրեմ դառնա։ Հնարավոր է, բայց ինքը ուրիշ կուրսի է Բայց իրան պետք է երևալ միգուցե, մենակ զապիսը հերիք չի։ Ապեր սովետական շրջան է։ Հա։ Կուբան սոցիալիստական երկիր է, ուրիշ։ Որ կինա, նշում է, որ կինա, մի կին պրոֆեսոր։ Կաղա բանն է, տենց չէր ուզում, որ կանացի ձեն լիներ, որ իրան կա չլսեին, կամ բանի տեղ չդնեին։ Ուրիշ Լեզվի հետ ինչ կապ։ Բանասիրական։ իսպաներեն է խոսացել, ռուսերեն լեզուն կարևոր չի։ Ասում եմ, ես քեզ ձայնագրեմ ուրիշ կուրսում ցույց տամ։ Ուրիշ կա որ կուրսում, ասենք իրա ձենը ասենք այսօր 3-րդ կուրսն է, հաջորդ տարվա 3-րդ կուրսին լսացնեմ Կարող է պատմություն փոխվի։ Էդ եմ ասում, էլի կարող է որոշ բաներ, էլ ինչ կարա լինի։ Պատմություն փոխվելու։ Գրականության բան է։ Կինն է շատ շեշտում, ինչ որ արտաքին տեսքեր դի կապ ունի։ Բայց ինչ լեքցիայի ժամանակ ոչ միայն ինքը ուզում Կամ ուզում է գա, հա, էլի գա, որ իրան Ժամանակ, պարոն Անանյան, դուք հարցը ճիշտ եք հասկացել։ Մենք մի րոպեն էլ կփորձենք օգտագործել։ Հասկանալի է։ Մի անգամ խորհրդային տարիներին Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում լատինաամերիկյան գրականության պատմության մասին դասախոսությամբ հանդես եկավ կուբացի մի կին պրոֆեսոր։ Ֆակուլտետի դեկանը ձայնագրել էր դասախոսությունը եւ պլանավորում էր այն ներկայացնել մեկ այլ կուրսի, սակայն կինը դեմ էր արտահայտվել դրան։ Ուշադրություն հարցը. ինչու էր կին պրոֆեսորն այդպես վարվել։ Մեկ րոպե լրացուցիչ։ միգուցե վախենում Կին, էլի ասում է, կին պրոֆեսորը։ Շեշտվում Կարող է է ինչ-որ ինձ բաներ ասել, որ հետո հետ գնա խնդիրներ կունենա։ Կինը ինչ կապ Կինը ունի։ ինչ կապ ունի։ Կին պրոֆեսոր, ինչն է բանը։ Միգուցե զայնը կանացի չէր, բայց ուզում էր երևա որ Ձայնը վատն էր։ Տեսքը վատն էր։ Ձայնագրել է, դա չի տեսագրել, ձայնագրել է։ բանասիրական ֆակուլտետ ու լատինամերիկական պատմություն։ Գրականություն։ Գրականություն։ Պատմություն լսեցի։ Գրականություն։ Քնեցի ինչ որ
Մեկ այլ ինքը ուզում է տենա, չգիտեմ։ Ինքը ուզում է էլի գա առաջինը։ Բայց ուրիշ կուրսի է ուզում ինքը ներկայացնել։ Մի տարի Մյուսը որ նույն տեղն է, ասինքն նույն վախն է։ Այն գնում է էլի դնել, ուրիշ տեղ չի Նույն վախն է, որ ուզա որ գա էլի զուտ։ Որ հետ նույն վախն է, չգնա գա։ որ կինա զուտ, որ իմանան որ կինա։ Թե որ չգնա։ Կա ձենը կոշտել, որ իմանան որ կինա ինքը։ կարած ձևակերպ։ Ժամանակ։ Ձևակերպեմ, փորձեմ ձևակերպել։ Երեք տարբերակի մեջ ենք տատանվում, պարոն հաղորդավար։ Դուք եք պատասխանում, պարոն Անանյան, ես ճիշտ եմ հասկանում։ Դե ասեք ով է պատասխանում, թող 3 տարբերակը արդեն ես կարծեմ նրանից ով պատասխանում է։ Գառնիկը Միրզյան։ Լսում ենք ձեզ, Իր պարոն րոպեներ իրավունք ունի։ Մենք կարծում ենք, որ քանզի շեշտվում էր, որ կին պրոֆեսոր է, ինքը ուզում էր ցույց տալ, որ կանայք նույնպես կարող են հավասար տղամարդկանց դասընթացություն վարել։ Ձայնը միգուցե նման էր այդքան կանացի չէր, ինքը ուզում էր ներկա լիներ դասախոսությանը, որպեսզի բոլորը իմանան, որ ինքը հենց կին է այդ դասախոսությունը վարում, որ լսելով չընկալեն այդ ամենը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մինչ ճիշտ պատասխանը կարդամ, պարոն Անանյան, պարզապես մի փոքր նկատառում իմ կողմից անձամբ, կարծում եմ հեռուստադիտողն էլ կնկատեց գոնե այսքան ընթացքում եւ ես առաջարկում եմ փոխեք, հա, վերադառնաք ձեր աշնանային եթերաշրջանի ֆորմատին, որովհետեւ ինձ համար հիմա լրիվ ուրիշ թիմ է խաղում, այն ժամանակ լրիվ ուրիշ թիմ է խաղում։ Կուբացիները, ինչպես եւ ընդհանրապես լատինաամերիկացիները, հատկապես լատինաամերիկյան կանայք հայտնի են իրենց արտահայտիչ ժեստերով։ Ինչպես են նրանք հասկանալու դասախոսությունը առանց ինձ տեսնելու, վրդովմունքով հակադարձել էր կուբացի կինը, արգելելով դեկանին դասախոսության ձայնագրությունը միացնել այլ կուրսերի համար։ 3-2 հոգուտ հեռուստադիտողների Սերոժա Ափոյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ 6-րդ խաղափուլ։ Պարոն Միրզոյան, Այո, երբ ուսանող էիք, դասախոսություն լսելիս ուշադրություն դարձնում էիք դասախոսի կերպարին կամ արտաքին տեսքին։ ես մեկ-մեկ քնած էի լինում դասախոսություններին, բայց այն դասախոսություններին, որ մնում է, ճիշտ ասած, որոշներին այո, մարդիկ կային արտաքին տեսքին ուշադրություն դարձնում էին, հատկապես երբ մարքեթինգ էին պարապում։ Երիտասարդ կանայք էին մարքեթինգ պարապում։ Նաև դե մարքեթինգ պարապողը պետքա լավ տեսք ունենա, շատ բան է խոսում մարդու մասին, ժամանակակից տեսք պետքա ունենա, էլի։ Հասկանալի է, ձեր դեմ խաղում է Ամատունի Կիրակոսյանը, ուսուցիչ Մայիսյան գյուղից։ 2021 թվականի սկզբին քաղաքացիական ընդվզումները ԱՄՆ-ում շատերին մտածելու տեղիք տվեցին ամերիկյան հեղափոխության եւ հասարակության պառակտման մասին։ Բայց միայն այն փաստը, որ ԱՄՆ-ում երբեք չեն եղել հեղափոխություններ, փարատեց այդ կասկածները։ Ամերիկացիները փորձել են նույնիսկ գիտականորեն ապացուցել, թե ինչու է իրենց մոտ հեղափոխության հավանականությունը ձգտում 0-ի եւ կանգ են առել հետեւյալ պնդումների վրա. ժողովրդավարության կարեւորության բարձր գիտակցումը, արտաքին քաղաքականության մեջ լուրջ ցնցումների բացակայությունը, դիմադրության ոչ բռնի մեթոդների դրական պրակտիկան եւ վերջապես մայրաքաղաքին բնորոշ առանձնահատկությունը։ Ուշադրություն հարցը։ Մայրաքաղաք Վաշինգտոնի որ առանձնահատկության մասին է խոսքը։ Ժամանակ։ Կարող է ոչ միշտ արդեն չի պատկանում, ինքը առանձին է իրարու։ Քիչ փողոցները լայն են, չէ՞ որ փողոց լծվում։ Նեղ են, փողոցները կա, նեղ են։ Նեղ են, թե լայն են։ Չէ, նեղ Ուրիշ քիչ բնակչություն է, մայրից գտնվելու վայրը։ 3 միլիոն փոքր է կլինի, հա, դե Լոս Իսկ Անջելեսի կարող է բայց դետերի մեջ օգնի, տեղ, հա։ Տենց հասանելիությունն է շատ։ անցան կարճ լսեցի, ուրիշ
Ինչ կարալ, Ոչ մի փոքրա նահանգի մեծ չի, է։ եղանակը ոնց է, շոկա։ Ամենամեծ քաղաքը չի, հա։ Փողոցներն են լայն, փողոցներն են նեղ Վաշինգտոնի։ Մենք որ փողոց լցվեն են ճանելու, կորել է։ Կամ մեծ հրապարակ չկա Մեծ Վաշինգտոնում։ հրապարակ չկա։ Բայց ոնց չի։ Դե որտեղ է հավաքությունը որտեղ է լինում։ Որտեղից է սկսում։ Հրապարակներից։ Տղեկ, որես բամպը չեք տեսել, որ լցվում են բանը։ Ուրիշ։ Չի կարա չլինի անախագահ ինագուրացիա բանը։ Հենց այնա որ բնակչությունն է քիչ։ Բնակ ինչ որն առանձնացություն, որ բնակչությունն է քիչ։ Ամենամեծ քաղաքը չէ, մեկ է որ ոչ մի նահանգի չպատկանմետի Չէ։ Հեղափոխությունը որտեղից է սկսում։ Ինչից է սկսում։ Սկսում մարդկանցից հրապարակ։ Ժամանակ։ Պարոն Անանյան, ով է պատասխանում։ Հայկը Մինասյան։ Լսում ենք ձեզ, պարոն Մինասյան։ Վաշինգտոնը ունի հետևյալ առանձնահատկությունը, որ այն ամենամեծ քաղաքը չէ եւ ինքնին առանձին օկրուգ է վարչական։ Եվ դա մատնանշելով ինձ թվում է նկատի ունեն, որ երբեք հեղափոխություն չի լինի դրա համար։ Անկախ նրանից ինչպիսին կլինի այս պատասխանի արդյունքը, ուզում եմ ասել, որ այս քննարկումը արդեն մոտ էր այն քննարկմանը, որը մենք տեսնում էինք աշնանը։ Արտանում ենք, պարոն Աղոթար։ Հեղափոխությունների ժամանակ դժգոհ մարդկանց հիմնական զանգվածը որպես կանոն կազմում են արդյունաբերական հաստատությունների աշխատակիցները, բանվոր դասակարգը։ Վաշինգտոնը դիտավորյալ կերպով ի սկզբանե կառուցվել է այնպես, որ քաղաքում չլինեն խոշոր գործարաններ եւ ձեռնարկություններ, ինչը գրեթե բացառում է մայրաքաղաքում մեծ հանրահավաքների եւ ցույցերի անցկացումը։ 4-2 հոգուտ հեռուստադիտողների Համատունի Կիրակոսյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմա Մաժարովան։ Բարի երեկո, Տիկին Մաժարովա։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Մաժարովա, վաղուց չէինք հանդիպել։ Այո, մենք էլ ենք ձեզ կարոտել։ Ինչպես կգնահատեք այսօրվա խաղը, Տիկին Մաժարովա։ Պարոն Անանյանը արդեն գնահատեց, զարթնում են եւ ես հույսով եմ միջև խաղի ավարտ առաջ կընկնեն։ Հասկանալի է, շնորհակալություն։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Մինասյան, Այո, պարոն հաղորդավար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղել եք, Ոչ։ իսկ կան թիմում գիտակներ, որոնք եղել են։ Պարոն Ովքեր եղել Անանյանը են։ եղել է հաստատ։ Պարոն Անանյան, Մի Այո։ կան, չէ։ իսկ Վաշինգտոնում չեմ եղել։ որ քաղաքում եք եղել։ Շիկագոյում եմ եղել, Սան Ֆրանցիսկոյում, Սիլիկոնյան հովտում եւ Լոս Անջելեսում։ Իսկ որ քաղաքն է ամենաշատը այդ տեսածներից։ Ֆրանցիսկոն։ Սան Ֆրանցիսկոն։ Երևի թե համաձայն Ոսկե եմ ձեզ հետ։ դարպաս։ Չնայած Նյու Յորքը ավելի տպավորիչ է։ Դե հուսով եմ կտպավորվեմ մի օր։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Արզումանյանը, տնտեսագետ Աբովյանից։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև հայ նկարիչ Էդուարդ Արծրունյանն է։ 1963 թվականին, երբ Արծրունյանը 33 տարեկան էր, նրան հանձնարարվեց ստեղծել պաստառ նվիրված Ֆիդել Կաստրոյի ժամանմանը Մոսկվա։ Ահա եւ այդ պաստառը։ Ինձ տրվել էր բավականին պատասխանատու առաջադրանք ստեղծել Կաստրոյի դիմանկարը, որին ես երբեք չէի տեսել։ Իսկ ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երևում։ Չեք պատկերացնի, թե որքան հուզվեցի, երբ ինձ ասացին, որ Կաստրոն ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել ինձ կատարած աշխատանքի համար, պատմում էր Արծրունյանը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչպես է Էդուարդ Արծրունյանին ի վերջո հաջողվել ստեղծել այս պաստառը եւ գոհացնել անգամ Ֆիդել Կաստրոյին ժամանակ։ 33 տարեկան ուրիշ ինֆորմացիա չեմ նկարը տվել։ Որտեղ ինքն էլ մորուքով նույն դիմագծերով 33 տարեկանում շատ նման կլինի Ֆիդել Ինքը Կաստրոն։ իրանից է նկարը, հա։ Այն որ
Նամանը ասում է չգիտի որ լավ նկար չէր, այսինքն չէր պատկերացնում։ Մի ձև պետքա տակից դուրս գալ, իսկ նկարիչների ու քանդակագործների մեջ դա շատ տարածված Վերսիա ուրիշ պագոնն է երևում, պագոնը կա։ Դավիթ Բեկը կապանում, Սայաթովը Էլ վատ նկար են տվել։ Վատ նկար են տվել, ավտոպարտը արել, всё։ Ինչ, բավական պատասխանատու չէի տեսել, նույն տարիքի են, չէ։ մոտավոր նույն տարիքի է։ Ցվին կաստրոն 7 մոտավորապես։ Այլա նմանեցրել է իրան, ինքը իրանա նկարել։ Ինքը իրանը նկարել։ Ումներ։ Գևին։ Ну, ընդհանուր Գևին դու, հա։ Ժամանակ, պարոն Անանյան։ Ուզում եմ, որ մեր արտնացումը հուսամ, որ Գևորգ Գևորգյանը կսկսի։ Լսում ենք ձեզ, պարոն Գևորգյան։ Պարոն հաղորդավար, հուսանք, որ ինքը ուղղակի ավտոպորտրետ է նկարել։ Իր նկարն է նկարել, կոպիտ ասած։ Ավտոպորտրետ է արել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Գևորգյան, զուր չէ, որ մենք ձեզ ցույց տվեցինք Էդուարդ Արծրունյանի լուսանկարը, թեկուզ եւ ոչ այդքան երիտասարդ տարիքում։ Նկարիչը հասկացավ, որ ինքն ու Կաստրոն շատ նման են միմյանց եւ պատկերացրեց, թե իբր ինքն է նկարը ստեղծում։ Պարոն Գևորգյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ կրճատում հաշվի մեջ տարբերությունը հաշիվը դառնում է 4-3։ Հոգուտ հեռուստադիտողներին, իսկ մենք շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Գևորգյան, Այո, պարոն հաղորդավար։ բոլոր ժամանակների առաջնորդներից ում հետ կցանկանայիք հանդիպել սուրճի սեղանի շուրջ եւ մի փոքր զրուցել։ Նժդեի։ Նժդեի։ Այո։ Մեծ փիլիսոփա եւ ազգասեր։ Չե Գևարայի Մեծ փիլիսոփա եւ հեղափոխասեր։ թեկուս հեղափոխությունը ված չի։ Լավ, սենց ասեմ, հեղափոխությունը միշտ չի որ վատ է։ Սենց ասեմ։ Ձեր դեմ խաղում է Քրիստինե Ղազարյանը, բժիշկ Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Յոթերորդ դարում արաբները սկսեցին նվաճել միջերկրական ծովի հսկայական ափամերձ տարածքներ, ինչը հանգեցրեց հումքի լուրջ պակասի։ Սևարկում գտնվում է այն, ինչը ըստ պատմաբան Դենիս Ժուրավլովի դրա հետևանքով սկսեց տարածվել քրիստոնեական աշխարհում։ Ուշադրություն, հարցը ինչ է Սև արկղում ժամանակ։ Գարեջուր։ Ագինին էին տանում։ Գինի փոխարենը։ Հոնքի աղբյուր չկար, Սկսեցին գարեջուր օգտագործել։ Իսկ եթե ձիթապտուղ չկար, իրանք սկսեցին 7-րդ դար, ինչի քրիստոնեական արևածաղկի ձեթը, լավ։ բայց քրիստոնեական աշխարհի ինչ կա։ Բանում չի աճում արևածաղիկ Ֆրանսիայում։ Չգիտեմ։ Ուրիշ հացահատիկը կարա լինի։ Ձիթապտուղ չի աճում։ Աճում է Իտալիայում։ Էլ ինչ կարա լինի։ Էլ ինչ հումք ընդդեմ կա։ Քրիստոնեական աշխարհում ինչ էր պետք։ Հաց, գինի, Հացը փոխարինող ինչ կա ուրիշ։ հացը փոխարինող։ Հացը միշտ եղել է ու միշտ այդ կոմերի ինչ շատ կա, այդ Ինչ կա, ծովափներ, Գինի, ինչ կա, ձիթապտուղ որ էլ ժրկվեցին միջերկրական ծովի ափին։ Էլ ինչ։ Ինչ չեն տարել եկեղեցիներ, ինչա Ապա պակասը։ եկեղեցում օգտագործվում Հաց, գինի։ յուղ, բան, ու բան։ կենցաղի մեջ ու մտածեք, գինի, մենակ ուրիշ ոչ մի եկեղեցին բան, չի, այսինքն պետք է ընտրենք, կամ արևածաղիկն է, կամ գարեջուրն է։ Գարեջուրը տարածվել է քրիստոնեական աշխարհում, որովհետև հիմնականում վանականներն են։ Ես էլ եմ գարեջրին հակա։ Դե գարեջուրը։ Պարոն Անանյան, ով է պատասխանում։ Ենթադրում ենք, որ դա գարեջուրն է։ Գարեջուրը, ինչու։ Կբացատրեք ձեր ընտրությունը։ Մահմեդականները սկսեցին խաղողի ворթի տոտալ ոչնչացում, որտեղ ըստ էության այդ ծավալները իրանց պետք չեն, առաջանում է գինու դեֆիցիտ, հետեւաբար ինչ որ բանով պետք էր փոխարինել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Անանյան, արաբների նվաճած տարածքներում աճում էին ձիթենիներ, ինչը հանգեցրեց
լամպերի, կանթեղների համար ձիթապտղի յուղի պակասի, թե ինչու ամենուր, այդ թվում կրոնական արարողությունների ժամանակ կանթեղների փոխարեն սկսեցին օգտագործել բացենք սև արկղը։ Մոմեր 5-3 հոգուտ հեռուստադիտողների Քրիստինե Ղազարյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունի բանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգային շուրանս ապահովագրական ընկերություն, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունի բանկի պրոդուկտների մշակման դեպարտամենտի տնօրեն Դավիթ Շուշանյանը։ Բարի երեկո, պարոն Շուշանյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Շուշանյան, ինչպես կգնահատեք ձմեռային եթերաշրջանի մեկնարկը։ Շատ հետաքրքիր մեկնարկ ու ընթացք է, պարոն հաղորդավար։ Այս խաղի մասին կարող եմ ասել, կարծում եմ հիանալի խաղի ականատես ենք լինելու արդյունքում։ Շատ հետաքրքիր է ընթացքը։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, 9-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ Երևան, Եղվարդի խճուղի 1, Armenia հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@shnikpr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Բլից 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ 19-րդ դարի կեսերին կոմս դառնալու համար բավական էր դիմել ավստրիացի Գուստավ ֆոն Աուեր Շպենգերին, որը $32,000 համարժեք գումարով կարող էր օրինական ճանապարհով ցանկացած մեկին կոմս դարձնել։ Տիգրան Սրապյանը Երևանից հետաքրքրվում է. ինչ էր անում այդ կոմսը։ Ժամանակ Որթեգրում էր, Որտեգրում էր ավտոմատ կոմս է ստառնում։ Ուրիշ ինչ կարա ուներ։ Դե ինքը չէր կարա բան անել, այդքան երեխա չէր կարա ունենալ։ փողի համար Կնքեր, չէ, տենց չի անցնում։ հայերով չէր դառնա։ Այդ բան չի։ Ինչ որ ձև կարա փոխանցի։ Դե բայց ոնց կարա Ֆոն ինքը իրանով արիստոկրատ է, ֆոն բանը կա, մասնիկը կա, հա։ Ժամանակ Պարոն Անանյան։ Պարոն հաղորդավար, ենթադրում ենք, որ նա որթեգրում էր հավակնորդին, հետևաբար նաև ժառանգում էր, փոխանցում էր տիտղոսը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ավստրիացի կոմսը պարզապես որթեգրում էր նրանց, ովքեր վճարում էին իրեն դրա համար։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք, ուշադրություն, երկրորդ հարցը։ Այդ ուտելիքի պատրաստման համար ոչ ոք գազօջախին չի մոտեցել, ոչ մի սպասք չի օգտագործվել, բայց դրանից կերել է գրեթե ամբողջ աշխարհը։ Լուսինե Այվազյանը Բերդ քաղաքից հարցնում է, որ ուտելիքի մասին է խոսքը։ Ժամանակ Մեղրի։ Ինչ որ բան, որ բնական գալիս է, ոչ մի դրա պատրաստմանը։ Մեղր օքեյ, ուրիշ, Ուտելիք պետք է լինի։ Ուտելիք պետք է լինի։ գազօջախին չի մոտեցել, սպասք չի օգտվել։ Սպասքի անան դե ցանկացած միտքն է։ Հաղորդություն։ Հաղորդությունը կարող է ուտելիք հապսոտի։ Այդ հացը ոնց է։ ժամանակ Պարոն Անանյան։ Արմենը Նազարյան։ Լսում ենք ձեզ, պարոն Նազարյան։ Պարոն հաղորդավար, մեզ դուր եկավ մեղրի տարբերակը, որ պատրաստում են այլ կենթանիներ, մեղուները, բայց ամբողջ աշխարհը դրանից փորձել է։ Եվ մեղրի համար երբեք ոչ մի սպասք չի օգտագործվում։ Օգտագործում։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Շատ օրինաչափ էր, որ բժիշկը պատասխանեց, բայց պատասխանեց մեղր։
Մորկաթը։ Այդ ուտելիքի պատրաստման համար ոչ ոք գազօջախին չի մոտեցել, ոչ մի սպասք չի օգտագործվել, բայց դրանից կերել է գրեթե ամբողջ աշխարհը։ Խոսքը մայրական կաթի մասին է։ Լուսինե Այվազյանը բերում է 6-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ես արձանագրում եմ հեռուստադիտողների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Տիգրան Բաբայան, Ալինա Ավակյան, Սերոժա Ափոյան, Ամատունի Կիրակոսյան, Քրիստինե Ղազարյան եւ Լուսինե Այվազյան։ Պարոն Բադեյան։ Պարոն հաղորդավար։ Պարոն Բադեյան, թեև թիմը պարտվեց, բայց մենք պետք է ընտրենք այսօրվա խաղի լավագույն գիտակին։ Ձեր կարծիքով ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Երևի իմ առջև նստած Գառնիկ Միրզոյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Գառնիկ Միրզոյանը եւ ստանում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ հայ քանդակագործության եւ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչ Երվանդ Քոչարի ելույթների հոդվածների եւ հիշողությունների «Ես եւ դուք» ժողովածուն Կարինե Քոչարի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ նաև, որ ոսկե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ, իսկ եզրափակիչ խաղի մասնակից թիմի բոլոր անդամներին Եվրոստանույոտ ընկերությունը կնվիրի ավիատոմս դեպի Բուլղարիա 2 անձի համար, ամառային հանգիստն անցկացնելու նպատակով։ Պարոն Դավիթ Շուշանյան։ Այո, պարոն հաղորդավար։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Տիգրան Բաբայան, Համլետի մենախոսության մասին հարցով, Ալինա Ավակյան, լուսարձակող ծովախեցգիտինների մասին, Սերոժա Ափոյան, կուբացի պրոֆեսորի մասին, Ամատունի Կիրակոսյան, Վաշինգտոնի առանձնահատկության մասին, Քրիստինե Ղազարյան, մոմերի մասին եւ Լուսինե Այվազյան, մայրական կաթի մասին հարցերով։ Կարծում եմ առաջի հարցը Համլետ Մխիթարյանի հետ կապված։ Տիգրան Բաբայանը Համլետի մենախոսության մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Ղարդյան, հիշեցնեմ այդ հարցերը, Այո։ որից հետո դուք կընտրեք լավագույնին։ Նոնա Գալստյան, 7-ժամյա աշխատանքային օրվա մասին, Արտակ Թադևոսյան, Մադրիդի Ռեալի եւ տաքսիների մասին, Լուսինե Արզումանյան, Ֆիդել Կաստրոին նվիրված պաստառի եւ Տիգրան Սրապյան, ավստրիացի կոմսի մասին։ Պարոն հաղորդավար, Լուսինե Արզումանյանի հարցը։ Լուսինե Արզումանյանը ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։